Հոգևոր, կրթական, մշակութային, ճարտարապետական արժեքավոր հուշարձան ուշ միջնադարյան Հայաստանում, որը նաև այդ ժամանակահատվածում շատ կարևոր ռազմական նշանակություն է ունեցել։ Հնագետներն այստեղ պեղումներ են իրականացնում և հետաքրքիր մանրամասներ բացահայտում վանական այս համալիրի վերաբերյալ։ Բաց երկնքի տակ Տաթևի մեծ անապատն։ Հայաստանի Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանից մոտավորապես 50 կիլոմետր հյուսիսային ուղղությամբ է գտնվում Տաթև գյուղը, որից էլ մոտավորապես 7 կիլոմետր արևելյան ուղղությամբ Որոտանի կիրճում է գտնվում Տաթևի մեծ անապատը։ Ուշմշնորհորեն Սյունիքի ամենամեծ եւ ամենալավ պահպանված համալիրներից մեկն է։ Վանք չէ, այլ անապատ է եւ վանքերն ու անապատները որոշակի տարբերություններ են ունեցել թե ճարտարապետության տեսանկյունից, թե հենց հոգեվոր տեսանկյունից։ Ցավոք շատ քիչ է ինքը հայտնի հանրությանը եւ գիտությանն էլ, շատ քիչ է ուսումնասիրված։ Մեզ է հասել բավականին խարխլված, հարթան բուսականությամբ ծածկված փլատակների տակ անցած վիճակում, չնայած որ ժամանակին բավականին մեծ եւ խոշոր անապատ է եղել։ Ընդհանրապես անապատական շարժումը մեծ թափ է հավաքում 17-րդ դարում Հայաստանում եւ հատկապես Սյունիքում ու Արցախում եւ մեծ թվով անապատներ են հիմնադրվում։ Բավականին բարձր հզոր պարիսպներ եղել, քանի որ մեր անապատները եւ վանքերը նաեւ պաշտպանական համակարգեր էին, իրենք իրենց բնույթով նաեւ ամրոցներ էին։ Սյունիքում 17-րդ դարում մեծ թվով անապատներ են կառուցվում եւ դրանցից ամենանշանավորը Հարանց անապատն էր, որ էլի մոտակայքում է գտնվում։ Հարանց, այսինքն առանց հայրերի, տղամարդկանց անապատ։ Եվ պատմիչները մեզ մի հետաքրքիր պատմություն են պատմում։ 1658 թվականին տեղի է ունենում հողի շարժ եւ Հարանց անապատի այն ժայռը, որի վրա հենց գտնվում էր եկեղեցին, մոտ 10 մետր սահում հեռանում է։ Այսինքն արդեն դառնում է վթարային կիսավեր վիճակ եւ տեղի վանականները ստիպված են լինում հեռանալ Հարանց անապատից եւ 2 տարի հետո գալիս հաստատվում են այս գեղատեսիլ վայրում Տաթև սարի ստորոտում, Որոտան գետի հովտում, բավականին գեղեցիկ հարթ տարածություն եւ որոշում են հիմնել այստեղ այս անապատը, սակայն սխալմամբ երբեմն այն կոչում են Հարանց անապատ, ինչը սխալ է, եւ 1660 թվականին արդեն սկսվում են այստեղ աշխատանքները Արիստակես վանականի ղեկավարությամբ, ժամանակի կաթողիկոս Հակոբ IV Ջուղայեցու նախաձեռնությամբ։ Եվ անընդհատ պարբերաբար այստեղ կառույցներ են ավելանում, եւ մենք տեսնում ենք, թե ինչ ճշգրիտ ճարտարապետական ու երկրաչափական հաշվարկներով կառուցված համալիր է, որը կառուցվել է կարելի ասել մոտ 100 տարի շարունակ, մեկը մյուսի հետևից տարբեր հատվածներ ավելացնելով։ Մենք գիտենք, որ Ներսես վանականն է այստեղ գործեր կատարել, Ղազար վանականը եւ այլ նշանավոր դեմքեր եւ հետագայում կառուցվել է նաեւ դամբարանը եկեղեցուն կից, որը երկար ժամանակ համարվել է, ուսումնասիրողները համարում են Արիստակես վանականի, այսինքն հիմնադրի դամբարան, բայց այդպես չէ, որտեղ տեղում կա արձանագրություն պահպանված, որը նշում է, որ սա Մարկոս քահանայի դամբարանն է։ Մարկոսը ըստ էության շատ երևելի, շատ նշանավոր, արժանավոր անձ է եղել, սուրբ մի մարդ է եղել, որ նրան հատկացրել են այսպիսի խոշոր գեղեցիկ դամբարան։ Իսկ Արիստակես վանականի գերեզմանը գտնվում է հենց գավթում։ Վանականների այստեղ հաստատվելուց 3 տարի անց սկսում է եկեղեցու շինարարությունը, եկեղեցին կոչվում է Սուրբ Աստվածածին եւ մենք նրա կառուցման մասին շատ կարեւոր վկայություն ունենք։ Հենց մուտքի բարավորին, ճակատագրական քարին տեսնում ենք գրված է ի թվին ՌՃԺԲ եւ այստեղ 1663 թիվն է։ Շատերի կարծիքով սա եկեղեցու կառուցման եւ ավարտի տարին է, բայց այդպես չէ։ Սա եկեղեցու հիմնարկեքի
տարին է, քանի որ մենք գիտենք, որ 1668 թվականին, այսինքն սրանից 5 տարի անց այստեղ եկել Զաքարիա Ագուլեցին, եւ նա նշում է, որ այստեղ կա մի անապատ, ճգնավորներն հաստատված եւ կա կիսակատար մի եկեղեցի, այսինքն եկեղեցու շինարարությունը դեռևս շարունակվում էր։ Թե երբ է կոնկրետ ավարտվել, չեն կարող ասել, բայց ինքը ուշ միջնադարի համար բավականին հզոր մեծ կառույց է, եռանավ բազիլիկ կառույց է, ամբողջովին սրբատաշ բազալիկ քարերով շարված, եւ հետագայում եկեղեցուց մոտ 80 տարի հետո Մելիք Եգանը, որը նույնպես արձանագրություն է թողել այս պատին, 5 թուման է նվիրաբերում անապատին, ինչի միջոցով օգնում է կառուցելու այս գավիթը։ 5 թումանը այն ժամանակվա համար բավականին մեծ գումար է։ Այո, բավականին խոշոր գումար է, մենք կարող ենք պատկերացնել հենց այս գավիթին նայելով, ահռելի շինարարական գործ է արվել եւ ինչն եմ ուզում հատկապես շեշտել, մոտ 80 տարի է տարբերությունը եկեղեցու եւ գավթի եւ շատ այլ կառույցների, դամբարանն ուրիշ թվական, բայց այնպիսի գեղեցիկ համադրություն կա տարբեր տարիների կառույցների, այնպիսի ներդաշնակություն, որ քեզ թվում է ամբողջը միանգամից միաժամանակ կառուցվել է։ Այս տարբեր տարիներ են կառուցել ու հաշվի են առել այդ հանգամանքը, որ ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի եկեղեցու։ Հայկական մշակույթը 14-ից 18-րդ դարերում աշխատության մեջ ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը ճարտարապետություն բաժնում անդրադառնում է նաև Տաթևի մեծ անապատին, գրելով, որ կործանարար երկրաշարժից հետո Հարանց անապատից միաբանությունը 1660 թվականին տեղափոխվում է մի այլ վայր եւ կառուցում Տաթևի մեծ անապատը։ Նոր Մենաստանի համակառույցը ուշ միջնադարի հայկական ճարտարապետության ամենաարժեքավոր եւ հետաքրքրական հուշարձանն է։ Այն նույնպես տեղադրված է Որոտանի Անդնդախոր ձորում, Տաթևի Սարի ստորոտում։ Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել կառույցն իրականացնել կանոնավոր հատակագծով։ Ողջ հորինվածքը կազմված է ուղղանկյուն պարսպապատերով պարփակված հիմնական մասից, որտեղ գտնվում են եկեղեցին, սեղանատունը, բնակելի խցերը եւ նրան հարավից կից տնտեսական շենքերի խմբից։ Հիմնական ուղղանկյուն մասի շինությունները նույնպես խմբավորված են ըստ նշանակության։ Սեղանատունը, խոհանոցը գտնվում են հարավային մուտքին կից եւ անմիջապես կապ ունեն դրսի հետ, իսկ բնակելի սենյակները խմբավորված են համակառույցի խորքերում։ Նման տեղաբաշխումը բնակելի սենյակներին մեկուսացումից բացի տալիս է նաև բարենպաստ կողմնորոշման հնարավորություն։ Տնտեսական շինությունների խումբը եւ մուտքի մոտ տեղադրելը բավականին հարմար է։ Ոչ միայն անմիջական կապ է ստեղծվում համակառույցի երկու մասերի միջև, այլև դարպասի դիմաց ստեղծվում է մի ընդհանուր բակ։ Սա կարևոր էր նաև պաշտպանական տեսանկյունից։ Դժվար էր մտնել բարձր ու ամուր պարիսպներով շրջապատված այս բակը, ուր ներթափանցելուց հետո միայն կարելի էր մոտենալ մեծ անապատի գլխավոր մուտքին, գրում է Մուրադ Հասրաթյանը։ Իդեպ անապատները ի տարբերություն վանքերի ունեցել են միայն մեկ եկեղեցի, որը եղել է հենց համալիրի կենտրոնական կառույցի եւ մնացած բոլոր կառույցները պետք է կառուցվեին համադրությամբ հենց այս եկեղեցու։ Գավիթի կենտրոնում հենց եկեղեցու մուտքի առջև այս համալիրի հիմնադիր վանականի դամբարանն է Արիստակեսի եւ երկու այլ նշանավոր վանականների, այսինքն ամենապատվավոր տեղում են նրանք թաղված։ Մի կարևոր հանգամանք էլ մենք շատ վանքերում, անապատներում, եկեղեցիներում կարող ենք տեսնել, որ դամբարանները, տապանակները հենց մուտքի անմիջապես դիմաց են։ Եվ դա ինչ որ պես խնդիր չի տապանակարի վրայով անցնել է, քանի որ հենց իրենք ուզեցել են իրենց մահից հետո շարունակել իրենց ծառայությունը այս վանքին, որպեսզի ուխտավորները երբ գան, հենց իրենց վրայով անցնեն ու մտնեն եկեղեցի։ Մենք եկեղեցու ներսում ենք, որը բավականին խոշոր տաճար է ուշ միջնադարի համար։ Գմբեթ չի ունեցել, գմբեթի փոխարեն կա փոքրիկ զանգաշտարակ եւ արևելյան կողմում խորանը իր երկու ավանդատներով եւ երեք կողմից մուտքեր է ունեցել, սալահատակով, ընտիր մշակված քարերով, այսինքն բավականին լուրջ գործ է այստեղ արվել, չնայած այդ դժվարին ժամանակներին։ Մենք չգիտենք, թե անապատը երբ է լքվել,
եւ ինչ պատճառներով։ Միայն հայտնի է, որ 19-րդ դարի հեղինակները արդեն խոսում են այս անապատի մասին որպես լքված մի վայրի։ Շատ հետաքրքիր եւ գեղեցիկ է խոսում այդ մասին Ջալալյանցը։ Նա նշում է, որ ի տարբերություն նախկինում ունեցած իր парքի, այս անապատը այժմ ինչպես մենավոր մի այրի, լացի ու մենակության մեջ է։ Լալայանը նույնպես խոսում է, որ անապատը լքված է, միայն մեկ քահանա է նշում, որ այստեղ կա, բայց Գորիսում է ապրում, գալիս գնում է եւ մի ընտանիք խնամում է անապատը, նույնպես Ալիշանը անդրադառնում է այդպիսի մի լքված մի ամայի համալիրի են անդրադառնում եւ ահա այդպիսի լքված վիճակում մեզ է հասել բավականին խարխլված հատվածներով, ամբողջությամբ փարթամ բուսականությամբ ծածկված, շատ տեղեր հողի հսկայական հաշշերտի տակ ծածկված, փլատակներով լցված, տարածքում երկարատև ուսումնասիրման հետազոտման հողային աշխատանքներ որպես այդպեսին չեն արվել, խորհրդային տարիներին 1982 թվականին, 88 թվականին կատարվել են մասնակի աշխատանքներ, որոշ հատվածներ մաքրվել են հողի հաստ շերտից, բացվել է գլխավոր մուտքը, որոշ հատվածներ նույնիսկ ամրակայվել են եւ այլն։ Այժմ համալիրի տարածքում ընթանում են մաքրման եւ հնագիտական պեղումների աշխատանքներ, աշխատանքներ իրականացում է վերականգնման ծրագրի շրջանակներում, դա հայ-ֆրանսիական համատեղ աշխատանքներ են։ Գլխավոր նպատակը տարածքի ամբողջական ոչ միայն հնագիտորեն ուսումնասիրությունն է, այլև կառույցների հնարավոր շատ բացումը, որպեսզի հնարավոր լինի ամբողջական լիարժեք նախագիծ կազմել, ինչին էլ կհաջորդեն վերականգնման աշխատանքները։ Ճարտարապետների խումբը նույնպես աշխատում է Հովհաննես Սանամյանի ղեկավարությամբ եւ բավականին մեծ աշխատանքներ են կատարվել մինչ այս պահը։ Ճիշտ է 17-18-րդ դարի համալիր է եւ մենք շատ մեծ ակնկալիքներ չունենք մշակութային շերտերի առումով, բայց լավ էր, որ որոշակի հետաքրքիր հնագիտական արտեֆակտներ գտնվեցին։ Մեզ հետ նաև աշխատանքներին մասնակցում են գտածոների վերականգնող մասնագետներ, ինչը նույնպես շատ կարևոր հանգամանք է դաշտում պեղումների ժամանակ ունենալ այդ վերականգնող մասնագետներ եւ փոքրիկ լաբորատորիա, որովհետեւ այս տեղում նախնական հետազոտություն դրանք անցնեն։ Եվ ինչեր մենք հայտնաբերեցինք։ Իհարկե, մեծագույն մասը հասարակ խեցեղենն է, գտածոների եւ պարզ է, որ վանականները իրենց բոլոր կարիքներ, իրենց կենցաղը ապահովել են հենց խեցեղենի կավի միջոցով եւ ահռելի թիվ է դրանք կազմում, բայց նաեւ գտնվեցին ջնարակված սակավաթիվ խեցեղեն, շատ շքեղ գեղեցիկ զարդամոտիվներով, գտնվեցին ոսկրե զարդարանքի բեկորներ, ծխամուրճեր հայտնաբերեցինք, որոնցից մեկը վարպետի նշանով, գտնվեցին ամբողջական եւ կոտրված ջրակամաններ, փայտե հետաքրքիր առարկաներ, սպասքի մասեր, գդալ, խցան, կաշվից շատ առարկաներ գտանք, օրինակ տիկի մասեր, տրեխի մասեր եւ ամեն մի խուցը պեղելիս մի հետաքրքիր գիտության եւ մշակույթի համար մեծ արժեք ներկայացնող առարկաներ ենք մենք գտնում, որոնք փաստորեն լուսաբանում են այս վանքի պատմության, այս համալիրի պատմության էջերը։ Պեղումների ընթացքում մենք գտնում ենք նաեւ մետաղական բավական հետաքրքիր գտածոներ, թե եկեղեցական սպասքի մասեր, բոժուրներ, լուսավորության միջոցներ, սպասքի կենցաղային առարկաներ եւ այլն, բայց նաեւ հետաքրքիր են պարկուճները, տարբեր ժամանակաշրջաններին պատկանող ամենայն հավանականությամբ 18-րդ դարից սկսած 19-20 եւ ակնհայտ է, որ այստեղ որոշակի պաշտպանական մարտեր եւ գործընթացներ գնացել են։ Հնագիտական արշավախմբում շատ կարևոր է վերականգնող մասնագետների ներկայությունը, քանի որ վերականգնող մասնագետները հենց տեղում ծանոթանում են նյութերին, դրանց փխրունության աստիճանին եւ ապա կատարում են փաթեթավորման, տեղում նկարելու, այնուհետեւ գրանցման աշխատանքները։ Պեղավայրից նյութերը բերվում են շարժական մեր լաբորատորիա, այստեղ ենթարկվում են 4 մաքրման աշխատանքների, այսինքն մաքրում ենք իրենց վրայի հողի շերտը, լուսանկարահանում ենք, այնուհետև պատրաստում ենք իրենց անձնագրերը եւ ապա փաթեթավորման աշխատանքները կատարելուց հետո դրանք տանում ենք մեզ հետ լաբորատորիա։ Այնտեղ հետագայում ավելի հեշտ է լինում նյութի հետ աշխատանքը, քանի որ վերականգնող մասնագետը տեղում արդեն ծանոթ է լինում նյութին։ Մենք գտնում ենք Տաթևի մեծ անապատի սեղանատանը,
ուշ միջնադարյան ամենամեծ ու լավագույնս պահպանված սեղանատներից մեկն է։ Պահպանվել են նաև նրա նստարանները եւ սեղանները։ Այստեղ ինչպես տեսնում եք, շարքով նստարաններն են գնացել գրեթե սեղանատան ամբողջ երկայնքով եւ նրա դիմաց եղել են սեղանները, որոնք ունեցել են այսպիսի մշակված գեղեցիկ սալքարեր։ Դրանք մեծ մասամբ պահպանվել են եւ երբ վերականգնման աշխատանքներ սկսեն, ես հուսով եմ այս սեղանները ամբողջությամբ կվերականգնվեն։ Միջնադարում առհասարակ սեղանատանները դրանք մենակ ուտելու վայրեր չէին եւ պարտադիր պայմանն էր, որ ճգնավորները, կրոնավորները իսկ այստեղ ապրել են 17-րդ դարում 70 ճգնավոր եղել։ Ուտելիս շարունակեին ընթերցանություն, այսինքն նաեւ սրանք ընթերցասրահներ էին իրենց տեսակով եւ այստեղ մենք նույնպես պեղումներ իրականացրեցինք, նախ բացեցինք խորհրդային տարիներին փակված բոլոր մուտքերը, ուղղակի քարերով շարել փակել էին եւ երբ դրանք հեռացրեցինք, պարզվեց, որ բավական արժեքավոր քարեր կային դրանց մեջ, հենց մենակ այս սեղանի քարերից գտնվեցին զանազան տարբեր քարեր։ Այս հատվածում արևելյան կողմում բավական հետաքրքիր արդյունքներ տվեցին աշխատանքները, գտնվեցին այս թոնիրը, վառարանը, հետաքրքիր այս ուրեմն խարիսխը եւ երբ մենք քանդեցինք նաեւ այս մուտքի մեջ շարված պատը խորհրդային տարիներին, նրա տակ մեզ համար անակնկալ էր գտնվեց նաեւ երկրորդ սյան խարիսխը, բավականին գեղեցիկ եւ հետաքրքիր մշակումով եւ այս հատվածում նաեւ տնտեսական հոր, որը պարզապես ծառայել է որպես սառնարան մթերքները պահելու եւ չփչանալու համար։ Սեղանատանը կից այս հատվածում, որը նույնպես պատեր արված եւ փակված էր, գտնվում է խոհանոցը եւ այստեղ նույնպես բավական հետաքրքիր արդյունքներ տվեցին եւ ինչպես տեսնում եք նաեւ այստեղ գործել է գինու փոքր հնձան։ Համալիրում բավական մեծ տնտեսություն է գործել, բազմաթիվ սենյակներում մենք ինչպես նշել եմ հայտնաբերել ենք օջախներ, վառարաններ, զանազան գործիքներ, երկանքներ, սանդեր, աղորիկներ եւ այստեղ այս մյուս խոշոր սրահը սեղանատնից հետո կարելի ասել խոհանոցային հատվածն է եղել, որտեղ նույնպես կան հորեր, օջախներ եւ այլն եւ պեղումների ժամանակ բավական հետաքրքիր արդյունքներ տվեցին, գտնվեց այս ուղղանկյուն հատակագծով հորը եւ դրա անմիջապես հարևանությամբ գտնվում է հնձանը, որտեղ պահպանվել է նաեւ քաղցուն լցնելու խողովակը եւ տաքարը, որը պեղեցինք եւ նույնպես մաքրեցինք։ Իդեպ նշեմ, որ անապատի մոտակայքում պահպանվել է միջնադարյան լավագույն պահպանված հնձաններից մեկը, երկհարկանի հնձանը, իսկ երկհարկանի հնձանները շատ քիչ են։ Մեկ լավ օրինակ կա Հին Շինահայր գյուղում եւ մեկ լավ օրինակ հենց այստեղի Տաթևի անապատի հնձանն է։ Մենք այն նույնպես պեղեցինք, մաքրեցինք, ազատեցինք բուսական ծածկույթից։ Վանական համալիրի արձանագրությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է տալիս վիմագրագետ Արսեն Հարությունյանը իր Տաթևի մեծ անապատի վիմագրական ժառանգությունն ուսումնասիրության մեջ, գրելով, որ մինչ այս 17-19-րդ դարերին թվագրվող 21 վիմագրերից 12-ն անտիպ էին, իսկ հրատարակվածները սրբագրման եւ լրացման ենթակա։ Իսկ մեկ տասնյակից ավելի տապանագրերի վերծանությունը պարզում է, որ անապատի միաբանությունը ստվարացել է 17-րդ դարի վերջին տասնամյակներից, որտեղ ճգնել ու սպասավորել են հիմնականում ծագումով Տաթևից եւ հարակից բնակավայրերից եկած վարդապետներ եւ այլ հոգեվորականներ։ Նշենք, որ այս ուսումնասիրությունն արվել է 2018 թվականին, ու քանի որ վիմագրագետը նշում է, որ այդ ժամանակ հատկապես պարսպակից խցերի հյուսիսային եւ արևելյան շարքերը տեղ-տեղ լցված են եղել հողի ստվար շերտով, ապա հնագիտական պեղումներն ու մասնագիտական ուսումնասիրությունները հաստատապես արդյունք են տալու։ Այնպես որ ներկայում իրականացվող պեղումներից հետո թերևս վիմագրագետների համար նույնպես նոր ուսումնասիրությունների դաշտ կբացվի։ Պեղումների ընթացքում մենք ամբողջ համալիրը բաժանել ենք առանձին տեղամասերի, 9 առանձին տեղամասեր ըստ աշխարհագրական դիրքերի եւ ըստ գործածության ըստ նշանակության։ Եվ այստեղ որ մենք գտնվում ենք, մեր բաժանած F տեղամասն է, հետաքրքիր նրանով, որ երբեք ուսումնասիրողների համար հասանելի չի եղել, քանի որ միշտ փակ է եղել հողի ու քարերի հսկայական շերտով եւ մեր աշխատանքների ընթացքում երբ որ բացեցինք ու հեռացրեցինք այդ ամենը եւ նորահայտում բացվեցին այս խցերի շարքը, այսինքն համալիրի հյուսիսային պարսպինկից խցերն են, այս խցերի շատերի ներսում արևելյան պատի մեջ տեղադրված են ընտիր խաչքարեր, որոնք իհարկե իրենց նախնական տեղում չեն եւ բերված են ինչ-որ տեղից ու ագուցված են այստեղ պատերի մեջ որպես հիշատակ։ Այսինքն մի ենթադրություն կա, որ երբ որ Հարանց անապատից
եկել են վանականները, իրենց հետ բերել են նաև իրենց նախնիների, իրենց ճգնավոր եղբայրների խաչքարերը եւ այստեղ պատերի մեջ ագուցել են։ Օրինակ այս խցի ներսում։ Վերականգնման այս նախագիծը ֆինանսավորվում է Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության կողմից եւ համակարգում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։ Այն մաս է կազմում ավելի լայն մի ծրագրի, որը միտված է Հայաստանում ժառանգության պահպանությանը, մասնագիտական վերապատրաստմանն ու զարգացմանը։ Ծրագրով նախատեսվում է ֆրանսիացի մասնագետների, ճարտարապետների, ինժեներների սերտ աշխատանքը հայ մասնագետների հետ։ Շատ ուրախ ենք, որ Ֆրանսիան աջակցում է հուշարձանների պահպանությանը, հատկապես Հայաստանի հարավում, մեզ համար կարևոր տարածաշրջանում։ Հաճելի է տեսնել, թե ինչպես են ֆրանսիացի մասնագետները հայ հուշարձանագետների հետ համագործակցում, միասին ստեղծելով վերականգնման ծրագրի այս անկրկնելի հուշարձանի Տաթևի մեծ անապատի համար։ 2025 թվականից արդեն սկսեցինք պեղումները, այս տարվա փուլը կավարտենք սեպտեմբերին ու կսկսենք չափագրման աշխատանքները։ Հիմա մեզ հետ աշխատում են նաև Ֆրանսիայից եկած մասնագետներ, ճարտարագետ եւ ճարտարապետ, որոնք հենց զբաղվում են հուշարձանների վերականգնմամբ եւ համատեղ մենք փորձում ենք աշխատել, այս կարճ ժամանակում համագործակցում ենք, խնդիրներ ենք բարձրացնում, որպեսզի մեզ միասնական կարողանանք նախագիծ անել։ Աշխատանքը նաև երկար է, հենց ճանապարհի պատճառով, որովհետեւ մենք անհասանելի էր, դժվար էր գործիքներ բերել, դժվար էր պեղումներ կազմակերպելը եւ Ֆրանսիայի դեսպանատունը հանձն առավ նախնական փոքր ճանապարհ բացելը դեպի Տաթևի անապատ, բայց Տաթևի անապատը հայտնի է հենց նրանով, որ ինքը մեկուսացված է աշխարհից ու դրա համար կարևոր է, որպեսզի ինքը չդառնա լրիվ զբոսաշրջային տեղ։ Կարող են գան զբոսաշրջիկները արշավներով, բայց չմոտենան ավտոմեքենաները, դրա համար մենք չկառուցեցինք հիմնային ճանապարհ, այլ փոքր գրունտային ճանապարհ, որպեսզի կարողանանք աշխատանքները կազմակերպել։ Հետագայում մենք նախատեսում ենք, որ մոտեցումը կլինի արահետով, ոչ թե ճանապարհով։ Մասնակցում եմ այս մակրության, այս տարածքը Արմանի գլխավորությամբ իր հետ աշխատում ենք ստեղ։ Ես մի 30 տարի առաջ մի անգամ ելել եմ ստեղ ու սա 7-րդ անգամն է, որ աշխատում եմ ու շատ հոգավորված, Արմանը նվիրված, շատերը չգիտեն, իրոք շատերը չեն իմանում, օրինակ եղել է գյուղամերձ նստած եք փորձունի ասեք անապատը ասում հա տեսալ եք բայց քեզ չի։ Այսա երկրորդ անգամից ա որ գալիս եմ ստեղ։ Ստեղ աշխատում եք, ստեղ մաքրում եք, արտասահմանցիները շատ են գալիս։ Հնագետներն հետ ինձ դուր է գալիս որ աշխատում են։ Տաթևի վանքին մոտ լինելը, ինչպես ճարտարապետության գիտակ Մուրադ Հասրաթյանն է նշում, Տաթևի մեծ անապատը թողել է հռչակավոր հարևանի փառքի ստվերում, կարոտ ուսումնասիրության ու արժանի գնահատականի։ Պեղումները, որոնք իրականացվում են Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՕԱԿ-ի համատեղ ջանքերով հերթական քայլն են ուղղված ուշ միջնադարյան այս հրաշալի հուշարձանի ճանաչելիության բարձրացմանը։ Բաց երկնքի տակ Տաթևի մեծ անապատներ։